MMA վարկածով աշխարհի բազմակի եւ բացարձակ չեմպիոն Էդգար Սողոմոնյանը կրկին Հայաստանում է։ Իշխանության հետ զրույցում Մարզիկը պատմում է, որ հայրենիքի հանդեպ անսահման սերն ու մանկության բակի հիշողությունները նրան մշտապես վերադարձնում են Հայաստան։ Ես ունեմ բակի երեխաներ, որ աղավոր շատ են, մնացած համայնքների երեխաներին են հրավիրում, ծնողների հետ գալիս են եւ մենք իրար հետ բարթավար ենք անում։ Ուզում եմ, որ միշտ մենք հզոր ու սպայկալ լինենք։ Ես այդ դրանով ցույց եմ տալիս երեխաներին կապում եմ իրար։ Մարզիկը պատրաստվում է եւս մեկ հայրենանվեր նախաձեռնության իր կողմից ստեղծված Etso House բրենդի անվան տակ նա բացելու է երեխաների համար նախատեսված նոր ժամանցային կենտրոն, որտեղ Արցախի պատերազմում զոհված հերոսների երեխաները կունենան առավելություն, իրենց ծննդյան տոները կարող են անցկացնել անվճար։ Պրոֆեսիոնալ ռինգում Էդգար Սողոմոնյանը 7 անգամ MMA վարկածով տարած հաղթանակների ժամանակ բարձրացրել է Հայաստանի դրոշը, հնչեցնելով Հայաստանի անունը միջազգային ասպարեզում։ ICF-ում, Նյու Յորքում։ Մնացածը եղել է արաբելյան մարզաձևերում։ Եղել եմ էլի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն։ Երկու անգամ ադրբեջանցի մարզիկները հրաժարվել են դուրս գալ մեծ ռինգում նրա դեմ։ Դրանից հետո ադրբեջանցիների կողմից հովանավորվել է ինչ-որ տվյալ մի մարզիկ եւ ես եմ իր հետ մենամարտել եւ գրանցել եմ հաղթանակ։ Հենց պատերազմի ժամանակ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, երբ Միացյալ Նահանգներից Հայաստան վերադառնալն անհնար էր, Էդգարը որոշեց ուժը ցույց տալ ռինգում։ Դա մի միջոց էր, որով փորձում էր իր աջակցությունը ցույց տալ հայրենիքին։ Մենամարտեց ադրբեջանցի մրցակցի դեմ եւ տարավ հաղթանակ։ Ես ամեն ինչ արեցի, եթե ես ասել եմ տարբեր TV-ներով, որ դա ինձ Աստված այդ ուժը տվել, որ ես կարողացել եմ հաղթահարել դա։ Լինելով Միացյալ Նահանգների քաղաքացի պարտավոր էր բարձրացնել ամերիկյան դրոշը, սակայն ընտրեց Հայաստանի եռագույնը, դրա համար վճարելով տուգանք։ Ես Նյու Յորքում միակ հայն եմ եղել ICF օրգանիզացիայում, որ Արցախի դրոշ բարձրացրեցի ռինգում ու հաղթանակս տոնեցի եւ չէին ցույց տալի, որ Արցախի դրոշ բարձրանա։ Դա եղել է 23 թվականին։ Ես միշտ Միացյալ Նահանգների հետ իմ դրոշն եմ առաջինը բարձրացնում եւ այնտեղից կոչ եմ անում։ Մենք հզոր ենք միասին Հայաստան։ Մեր նկարահանման օրը աշխարհի բազմակի չեմպիոնն արժանացավ շնորհակալագրերի ու պարգևների։ Ֆիդայիների միության նախագահ Սեյրան Չիլինգարյանը, միջազգային ոստիկանության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիշա Սարգսյանն ու Ղազախների միության ներկայացուցիչը նրան հանձնեցին պարգևներ։ Էդգար Սողոմոնյանը նաև ստացավ հայոց շղթան, յուրօրինակ ավանդույթ, որն ամեն շաբաթ փոխանցվում է մեկ հերոսի արժանավորից արժանավորին։ Այս անգամ այն փոխանցվեց Արցախի պատերազմի մասնակից Հայկ Ստեփանյանից վստահությամբ ու հպարտությամբ։ Էդգար Սողոմոնյանը շարունակում է իր գործը, վստահ լինելով, որ ուժը, համերաշխությունն ու հայրենասիրությունը փոխանցվում են ոչ միայն խոսքով, այլ գործով։ Նարնե Ղուկասյան, Ստեփան Տիգրանյան, Իշխանություն լրատվական։